Բարի լույս ելի հեռուստադիտող, այսօրվա մեր եթերի վերջնամասում նորից անդրադառնում ենք երաժշտության աշխարհին, մայիսի 25-ին Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում տեղի կունենա սիրողական բարի երգչախմբի We Are The World համերգը։ Միջոցառման մանրամասների մասին կզրուցենք երգչախմբի ղեկավար եւ դիրիժոր Դիանա Այվազյանի հետ։ Բարի առավոտ Դիանա, շնորհակալ եմ, որ մեր տաղավարում եք։ Բարև ձեզ, շնորհակալ եմ հրավերի համար։ Ինչպես եք սկսել ձեր առավոտը։ Շատ լավ, հասցրել ենք արդեն մտածել մեր հետագա պլանների մասին երգչախմբի հետ, հասցրել եմ այդ ամենը պլանավորել եւ գալ ձեզ մոտ։ Հրաշալի։ Մինչև համերգին անդրադառնալը մեր հեռուստադիտողին ներկայացնենք բարի երգչախումբը, ովքեր եւ ինչ մասնագիտության եւ տարիքի դեր մարդիկ են երգչախմբի անդամները։ Շատ լավ։ Բարի երգչախումբը հենց տենց էլ կոչվում է, հա, բարի, որովհետև այնտեղ գտնվում են ոչ երաժիշտներ, այնտեղ գտնվում են ուղղակի բարի մարդիկ, ովքեր սիրում են երգել, ովքեր սիրում են արվեստը, եւ այնտեղ ձևավորվում է ընկերություն, ձևավորվում է ինչ-որ community, որտեղ մարդիկ կարող են արվեստով իրար հետ կիսվել։ Տարբեր մասնագիտությունների եւ տարիքների ունենք, ամենափոքրերը մեզ մոտ 17 տարեկան են եւ ունենք տենց 50 անց մարդիկ, մեր մոտ ընդհանրապես չկա այդ սահմանափակումը, որտեղ ով ուզում է եւ սիրում է երգել, այդ շատ մեծ եւ լավ հնարավորություն է եւ մասնագիտությունները իրոք տարբեր են, ունենք քիմիկոսներ, ունենք IT ոլորտի աշխատողներ, ունենք նկարիչներ, ունենք չգիտեմ, շատ տարբեր, չեմ էլ կարող նկարագրել, որովհետև երգչախումբը շատ մեծ է։ Հիմնականում տեղացիներ, հայեր են ներգրավված։ Տարբեր, դա ձևավորվել է, երգչախումբը արդեն գործում է 3 տարի եւ ձևավորվել է այն մտքով, երբ որ շատ արտասահմանցիներ եկան, հա, Հայաստան, ռուսներ, ուկրաինացիներ եւ այլ արտասահմանցիները, դա այդպիսի միտքեր, որ մարդիկ գտնեն Հայաստանում, ծանոթանան հայ մշակույթի հետ եւ ծանոթանան մարդկանց հետ եւ ընկերներ ձեռք բերեն, որովհետեւ երբ որ դու տեղափոխվում ես ուրիշ երկիր, սկզբից շատ դժվար է ինչ որ մարդկանց գտնել եւ երգչախումբը սկսվել է գործել 3 ընդամենը երգիչներով, տենց ասած, եւ կամաց սկսել է աճել, որովհետեւ մեկը մյուսին ասում էր, օ, ես էլ եմ սիրում երգել, ես էլ եմ ուզում, ու այտենց հիմա մենք 3 տարվա ընթացքում աճել ենք եւ արդեն 50 հոգի ենք մեր երգչախմբում։ Իսկ երգչախմբում կան պրոֆեսիոնալ երգիչներ, երաժիշտներ, որոնք ուղղորդում են սիրողական երգիչ երաժիշտներին։ Կարծեմ ոչ, ունենք երգիչներ, ովքեր օրինակ ավարտել են երաժշտական դպրոցը, հիշում են նոտաներ, կամ ժամանակին սիրել են շատ ինչ-որ տեղ երգել, բայց հենց այդպիսին պրոֆեսիոնալ երաժիշտներ, ովքեր կոնսերվատորիա են ավարտել կամ ինչ-որ մեծ բեմերում են ելույթներ ունեցել, չէ, բայց կան այդ շատ ուժեղ սիրող երգիչները, ովքեր ինձ շատ օգնում են, իմ կողքին են։ Հրաշալի։ Նշեցիք, որ արդեն 3 տարի է ինչ երգչախումբը գործում է, այս ընթացքում ինչ հաջողություններ է երգչախումբը կարողացել գրանցել։ Այո, մենք անցյալ շաբաթ նշեցինք մենք մեր 3 տարին եւ ճիշտ ասած չեմ հավատում, որ այդքան շուտ անցավ այդ ժամանակը, որովհետեւ շատ հետաքրքիր բաներ հասցրեցինք անել, եթե ամենասկզբում մենք չենք ունեցել նպատակ ինչ-որ մեծ բեմերի դուրս գալ, ինչ-որ, այլ չեմ ասում, որ կոմերցիոն ինչ-որ պրոյեկտներ, դա ընդամենը մի տեղ է, որտեղ մենք գալիս ենք, որ լիցքաթափվենք աշխատանքից հետո, հաճույք ստանանք այդ արվեստից, երաժշտությունից եւ մեզ կարող է հրավիրեն ինչ-որ փուճուրիկ միջոցառումների եւ մենք այնտեղ ելույթ ունենանք, կամ մենք մեր համար ենք կազմակերպում, կամ ուղղակի ֆլեշմոբներ ենք անում, գնում դրսում երգում էինք։
Եվ նաև միտքը էր, քանի որ շատ արտասահմանցիներ կան, շատ ռուսներ կան երգչախմբում, իրանք շատ են սիրում հայկական մշակույթը եւ միտքը էր, որ մենք կոմիտաս սովորենք, հայկական շարականներ սովորենք, որտեվ իրանց համար դա նորություն է եւ էտել էր միտք, որ մենք ուղակի մեր համար դա անենք։ Բայց կամաց մարդիկ սկսեցին մեզ նկատել, սկսեցին մեզ սիրել եւ սկսեցին տարբեր միջոցառումների ներգրավել եւ վերջի տենց մեծ համերգը ունեցել ենք Առնո Բաբաջանյանի փոքր համերգասրահում, ֆիլհարմոնիկում եւ այնտեղ համերգի ծրագիրը ռոք եւ դրամս էր, միտքն էր, որ բոլոր ռոք պիսի հիտերը, հայտնի երգերը լինեն երգչախմբի մշակումով եւ բենդով առաջին հերթին դրամսով, դրա համար կոչվում էր Choir and Drums ծրագիր եւ այնտեղ մենք մշակեցինք հենց մեր երգչախմբի համար օրինակ System Audani Lonely Day-ը հենց մեր խորի եւ բաս գիտարի համար եւ ունենք դες մշակումներ, որ մենք ինքներս ենք անում եւ հիմա պատրաստվում ենք մեր մյուս մեծ համերգին Անդրադառնանք հենց այդ մեծ համերգին, ինչպես որոշվեց, որ պետք է համերգը կայանա, առաջարկը ձեր կողմից էր, թե դուք ստացաք առաջարկ մի փոքր մանրամասնենք։ Ոյ, դա շատ անսպասելի էր, որովհետև արդեն ֆիլհարմոնիկում երբ որ մենք ստացանք այդ հրավերը եւ ունեցանք շատ սիրուն համերգ, դա ուղակի սենց ապշեցրեց մեզ, որովհետև ուղակի սիրողներ, ովքեր կյանքում չէին պատկերացնում, որ ինչ որ մի օր կհայտնվեն մեզ, ու իրանք այդքան երջանիկ են, որ մենք Առնո Բաբաջանյանի համերգասրահում, այսինքն իրականում այո մեծ պատիվ է։ Մեծ պատիվ է նամանավանդ իրանց արտասահմանցիների համար, որովհետև իրանք այդ անունները, հա, Կոմիտաս, Բաբաջանյան, իրանք լսել են եւ իրանց համար այդ ամեն ինչ այդքան անհասանելի էր եւ իրանք չէին պատկերացնում։ Ամենասկզբից մենք երբ որ նոր սկսեցինք պարապել, իրանք կատակներ էին անում, մենք որ գնում ենք պրոֆեսիոնալ համերգների, իրանք ասում են, «Օ, մենք կյանքում այստեղ չենք երգի, մենք կյանքում այսպես չենք երգի», ու ես սենց կողքից նայում էի, որտեղ արդեն պետք չի ասել երբեք, հա։ Ասում էի դուք կտեսնեք, որովհետև արդեն ունեի ինչ որ իդեաներ եւ ֆիլհարմոնիկից հետո մենք հասկացանք, որ իրոք այս կյանքում անհնարին բան չկա։ Եվ մենք ուղղակի հասել ենք դրան մենակ սիրով, այսինքն մենք մենակ արել ենք այն ինչ որ մենք սիրում ենք, մենք շատ պարապել ենք, ուզեցել ենք ուղղակի մարդկանց հետ կիսվել այն ինչ որ մենք ենք սիրում եւ ուղղակի տենց ստացվեց եւ այս համերգն էլ ճիշտն ասած շատ հետաքրքիր ստացվեց, շատ պատահական մայստրոին պարոն Դուրգարյանին պատմել են մեր երգչախմբի մասին, որ այդ արտասահմանցիներ կան, սիրողական են, բայց շատ տենց դասական գործեր են երգում, ну ոչ միայն համ ռոք գործեր, համ կոմիտաս եւ իրեն հետաքրքրեց եւ այդպիսի առաջարկ եղավ, որ միասին ինչ որ հետաքրքիր համերգ կազմակերպենք եւ ոնց որ դա մեր համար շատ մեծ շանս է, որ մենք ավելի ու ավելի աճենք եւ իրոք կիսվենք մարդկանց հետ ոչ միայն մեր իհարկե մենք փորձում ենք պրոֆեսիոնալ աշխատել, մենք մեր երգացանկի մեջ բազմաձայն բազմաժանր գործեր կան, նույնիսկ երգում ենք 10 ձայն, այսինքն չենք սահմանափակվում մենակ 2, 3, 4 ձայնով եւ ամենակարևորը մեզ համար այն է, որ մարդիկ իսկապես տեսնեն եւ չքննադատեն մեզ որպես պրոֆեսիոնալ երգչախումբ, այլ իրոք տեսնեն այն հոգին այն միտքը, որ մենք ուզում ենք փոխանցենք։ Հենց դրա համար կոչվում է համերգը We Are The World, որտեղ վերջում երգելու ենք այդ երգը Մայքլ Ջեքսոնի, այո, եւ ուզում ենք ոնց որ ցույց տանք մարդկանց, որ կյանքը եւ մարդիկ չեն բաժանվում ոչ մասնագիտությունների, ոչ տարիքի, ոչ ազգությամբ, մենք ուզում ենք մարդկանց փոխանցել այդ միտքը ու սերը, որ մենք փորձում ենք միասին ստանալ։ Հրաշալի, ինչ ստեղծագործություններ են ներառված երգացանկում։ Ճիշտն ասած, այդ համերգը լինելու է շատ հետաքրքիր կոնտրաստային, որովհետև երգելու ենք այն, ինչ որ մենք սովորել ենք այս 3 տարվա ընթացքում, սկզբում կհնչեն հոգևոր ավելի երաժշտություններ, համ հայկական հոգևոր, համ էլ գասպելներ, աֆրոամերիկյան սպիրիչուելներ, կաթոլիկ, հա ինչ որ աղոթքներ, ռուսական, դրանից հետո կհնչի տարբեր
ավելի ժամանակակից, բայց դասական ստեղծագործություններ, օրինակ Արնո Բաբաջանյան եւ տարբեր ռուս կոմպոզիտորներ եւ երկացանկը մեծ է եւ ամենավերջում արդեն կլինեն ռոք գործեր, որ մենք պատրաստել ենք Արնո Բաբաջանյանի համերգասրահի համար, դա նույն Sting, Queen, System of a Down եւ վերջում ինչպես նշեցի Michael Jackson-ով վերջացնենք։ Եվ ես վստահ եմ, որ հանդիսատեսը նախ կձայնակցի, երկրորդն հայտնի կերպով հեռախոսի լույսերը վառած այս տարբերակով կուղեկցվի ամբողջ անպայման, մենք անպայման փորձելու ենք այդ միջավայրը ներգրավել, որ հանդիսատեսը եւ երգչախումբը սենց միասին լինեն, որպես մի շունչ այդ իրոք մեր երազանքն է։ Որքանով է բարդ կամ դժվար աշխատել մարդկանց հետ, որոնք ունեն տարբեր հետաքրքրություններ, մասնագիտություններ, տարիք եւ չունեն երաժշտական կրթություն։ Այդ ձեր դիրքից նաեւ դուք ղեկավարն եք, դիրիժորը եւ միայն դուք եք, որ տիրապետում եք այդ ամենին, դուք գիտեք թե որ նոտան է մաքուր եւ որը ոչ, որն է ճիշտ արտաբերել եւ որը ոչ, որն է հայկականին հարում եւ որը ոչ, այդ ձեր դիրքից որքանով է աշխատանքը դժվար։ Ոյ։ Իրականում չեմ կարող ասեմ, որ դա հեշտ է, դա իրոք շատ բարդ է, շատ բարդ է, որովհետև մի բանը, որ դու կարող ես անել, հա, պրոֆեսիոնալ երաժիշտների հետ, մի ժամվա մեջ ինչ-որ ստեղծագործություններ սովորելով, մենք կարող ենք մի էջը, մի 3-4 օր, հա, նստել, միասին նայել, որովհետև ականջով են սովորում, հա, ես բացի դրանից, որ մենք նոտաներով նայում ենք, ես իրանց ձայնագրում եմ ամեն մեկի, հա, օրինակ սոպրանո, տենոր ձայնաբաժինների համար պարտիաներ աուդիով եւ իրանք նստում, կարան քեզ գիշեր նստեն, լսեն, սովորեն եւ անպայման հանձնում են, որպեսզի իրանց մոտ այդ տպավորվի, այսինքն մենք նաեւ տնային աշխատանք ենք կատարում, իրոք բարդ է, որովհետև դու այն լեզվով չես կարող խոսել, որ դու խոսես երաժիշտի հետ, հա, ինչ-որ նյուանսների մասին, եւ շատ մեծ ժամանակ է պահանջում, շատ մեծ ջանք է պահանջում, բայց կա նաեւ մյուս կողմը, շատ հաճելի է աշխատել այն մարդկանց հետ, ովքեր իրոք սիրում է դա ու հանուն ամեն ինչի ինքը պատրաստ է մի ժամ, 2 ժամ, 3 ժամ դու ինչքան կասես, իրանք իրոք պատրաստ են աշխատել, որովհետև իրանք սիրում են դա։ Ու այդ սերը ոնց որ մի քիչ ավելի գերակշռում է այն պրոֆեսիոնալիզմը, որ դու կարաս այդ բան հոգնես կամ մտածես, չի ստացվում, բայց այդ սերը իրոք գերակշռում է եւ իրանք շատ մեծ աշխատանք են անում։ Այ այսպես էս ամենը լսելով մի քիչ երասկոտ դեմքով եմ նայում ու մտածում եմ, թե հեռուստադիտողներ են նույն իրավիճակում, որովհետև գաղտնիք չէ, որ շատերի մանկության երազանքների թվում է դասվում նաև երգի, հա, երաժշտության ուղով գնալը, ինչպես կարող են մեր հեռուստադիտողները մասնակիցը դառնալ բարի երգչախմբի փորձերին, մասնակիցը լինել, հեշտ է այդ ամենը, ինչ որ ընդունելության կարգ է իրենից պահանջում, վճարային համակարգ կա, թե հասարակական հիմունքներով է։ Սիրով, շատ մեծ սիրով, որտեղ մեր դռները իրոք բաց են բոլորի համար, քանի որ մենք հիմա պատրաստում ենք, հա, ինչպես մենք խոսեցինք մեծ համերգներին, այս պահին մոտ 2 ամիս չենք անելու ընդունելություն, քանի որ արդեն ձևավորված է կազմը եւ այդ ծրագրով պետք է տարբեր բեմեր դուրս գանք, բայց երբ որ վերջանա այս կարևոր, տենց ասած, պրոյեկտները, էլի ոնց որ դռները բացելու ենք եւ ովքեր որ ուզում են գան երգեն, իրականում մի քիչ ես որպես երաժիշտ դիրիժոր արդեն սկսել եմ ինչ որ պահանջներ ունենալ ընդունելության հետ կապված, որովհետեւ եթե առաջ մենք շատ քիչ էինք, շատ ավելի հեշտ երգեր էինք երգում եւ բոլորը կարողանային գային, հիմա էլ է իրականում այդպես, բոլորը կարող են գալ, բայց ես ամեն դեպքում լսումներ եմ անում։ Լսումներ եմ անում, որպեսզի համոզվեմ, որ իրոք մարդը բացի դրանից, որ ինքը մի փոքր գոնե լսողություն ունի կամ մի փոքր պատկերացում ունի ինչ ենք մենք անելու, որ իրոք տեսնեմ այդ մարդը ինչքանով է նվիրված լինելու երգչախմբին, այդ շատ կարևոր է, որովհետև մենք արդեն շատ ենք ձևավորվել ենք, ընկերացել ենք եւ ոնց որ այդ միջավայրը պահելու համար շատ
կարևորը որ այդ մարդն էլ նույն ձև մտածի, բայց ամեն դեպքում լինում է որ շատ տարբեր մարդիկ են գալիս, իրոք են որ մեկը սենց, մեկը նենց, բայց հետո տեսնում ես որ իրանք այդ արվեստի մեջ բոլորը դառնում են ոնց որ մի մարդ, դա իրոք բուժում է, չգիտեմ ոնց բացատրել, բայց իրանք էլ են ասում մենք կյանքում չէի պատկերացնի, որ օրինակ ես կյանքում, չգիտեմ, հայկական շարական կերքեմ, ես Հայաստանի մասին մի երկու տարի առաջ ընդհանրապես ոչ մի բան չգիտեի, իսկ հիմա ես իմ բոլոր ուրիշ արտասահմանում բոլորին պատմում եմ, որ ես երգում եմ հայկական շարականներ, դա իրոք մեծ ուրախանալիք է ինձ համար։ Շատ լավ, իսկ ինչպես կարող են ներգրավել, գալ, լսումները անցնել, անվճար է ուսուցումը, որքան է շաբաթական պարապմունքները։ Տեսեք, մենք պարապում ենք տարբեր տարեքներում, հա, կոնկրետ հիմա պարապում ենք տարբեր համերգասրաներում, թանգարաններում եւ պետքա դրա համար ոնց որ վարձ տանք եւ մենք ունենք sense donation ասված տուփ, որտեղ որ մենք ով ինչքան ուզում է, ով ինչքան կարում է, դա պարտադրական չի, ուղղակի հավաքում ենք, որպեսզի մեր հետագա հա պլանների համար օրինակ նոտաներ է պետք տպել, պատկաներ է պետք գնել, նոր զգեստներ է պետք հա գնել տարածքի վարձակալության եւ այլն, ուղղակի դրա համար ով ինչքան կարում է, տենց ֆոնդ ունենք, բայց դա ոնց որ ազատ է, այսինքն այդ պարտադիր չի, իսկ փորձերը սովորաբար լինում են շաբաթը 2 անգամ, բայց հիմա շաբաթը 7 անգամ, քանի որ մենք պատրաստվում ենք մեծ համերգի, ինչպես նշեցինք, սենց մեծ պրոյեկտների համար մենք սկսում ենք շատ-շատ պարապել։ Այսինքն այսօրվանից, այս մեր եթերից հետո դուք գնալու եք եւ էլի փորձեր անեք առաջիկա համերգի համար։ Շատ լավ, ինչպես մեր հեռուստադիտողներ, առասարակ երաժշտասերները կարող են տոմսերը ձեռք բերել, թե արդեն սպառվել են ամբողջը։ Չեն սպառվել, քանի որ դա մեծ համերգասրահ է, հա, մոտ 1000 տեղ կա, եթե չեմ սխալվում, մենք ունենք իրոք այդ կարիքը, որ մեզ support անեն մեր ընկերները, ծանոթները եւ մեծ սիրով բոլորին հրավիրում եմ եւ կարելի է տոմսերը գնել օֆիցիալ հենց օպերայի կայքից, այնտեղ կարելի է ամսի 25-ը նշել կամ ուղղակի բարի երգչախումբ նշել եւ կբերի լինքը եւ կարելի է այնտեղ գնել, նաեւ տարբեր ինտերնետ հարթակներում տոմսարկում մի խոսքով ուղղակի կարելի է գրել բարի երգչախումբ մայիսի 25 եւ տեսնել ինչ տարբերակներ կա։ Շատ լավ, խոսենք նաև առաջիկա ծրագրերից, արդյոք բարի երգչախումբը ունի այլ համերգներ կամ ծրագրեր, որոնց այս պահին պատրաստվում է։ Իհարկե, սիրով, նա օպերայի համերգից հետո մենք շատ ուզում ենք Գառնիում ելույթ ունենանք, որովհետև մենք շարականները հենց դրա համար ենք սովորել եւ ասեմ ձեզ, այդ երազանքը հենց իրենց կողմից է, որովհետև իրանք արդեն 3 տարի ապրում են Հայաստանում, ուսումնասիրում են տարբեր հա եկեղեցիներ, վայրեր, բնությունը եւ միշտ ասում են մենք նենց ենք ուզում այդ ամեն ինչի մեջ լինել եւ մենք ուզում ենք այնտեղ շարականներ երգել եւ հաջորդ պլանը ունենք հունիսին մեզ հրավիրել են փառատոնի հենց երգչախմբային փառատոնա Բաթումիում Վրաստանում արդեն սահմաններից դուրս փաստորեն Հայաստանի առաջինն է դա լինելու այո երգչախմբով առաջինն է դա եւ իրոք ուզում ենք մասնակցենք որովհետեւ այդ փառատոնը հենց մեր նման երգչախմբերի համար է այնտեղ լինելու են սիրողական երգչախմբեր եւ դա շատ մեծ հնարավորություն որպեսզի բոլորը իրար հետ ծանոթանան, շփվեն, ընկերանան։ Հրաշալի է, որտեղ եք պատկերացնում բարի երգչախմբին, օրինակ 5 տարի հետո։ Օй, շատ լավ։ Քանի որ ձեզ մոտ զարգացումները բավական արագ եւ կտրուկ են տեղի ունենում, ենթադրում եմ, որ 5 տարի հետոյվա համար արդեն պատկերացումներ ունեք։ Իրականում շատ մեծ պատկերացումներ կա, երազանքներ կա, մի այլ տիպի գիտեք, քանի որ դա իրոք այնպիսի պրոյեկտ է, որ դու անում ես դա ոչ քո անունի համար, ոչ գումարի համար, ոչ մի ինչ-որ տենց, չգիտեմ, դա անում ես իրոք սիրելով ու նույնը յուրաքանչյուր երգիչով երգում այդ երգչախմբում ինքը անում է դա սիրուց եւ ելի կնշեմ որ մեր նպատակը այն է որ մարդկանց կապել միմյանց այսինքն որ տարբեր մասնակիցներ
տարիքներ, տարբեր ազգությամբ մարդիկ իրար հետ շփվեն եւ մենք ուզում ենք խոսել հենց խաղաղության մասին այս աշխարհում, որովհետեւ դա մեզ շատ պակաս է եւ իմ երևի երազանքը վստահ եմ երգչախմբին էլ, բայց իմ անունից կասեմ, քանի որ իրենց այդ հարցը չեմ տվել, դուք ոնց եք ձեզ պատկերացնում 5 տարի հետո, կասեմ, որ երազանքս է, որպեսզի մենք շրջագայենք ամբողջ աշխարհով եւ մարդկանց ցույց տանք, որ տարբեր ազգություններ կարող են իրար հետ շատ լավ շփվել եւ տարբեր լեզուներով ոնց որ մենք անում ենք երգել եւ ընկերանալ տարբեր մարդկանց հետ։ Շնորհակալ եմ հետաքրքիր զրույցի համար, անսահման մեծ հույս եւ վստահություն ունեմ, որ այն բարի մարդիկ, որոնք հավաքվել են ձեր նշած բարի նպատակի համար, խաղաղություն տալու, քարոզելու համար, իրենց գործառույթը լավագույնս կիրականացնեն, ձեզ առաջիկա համերգին լի հանդիսատես եւ ծափողություններ եմ մաղթում, իսկ այլ ծրագրերի մասին, որոնց հետ կապված արդեն ասացիք, խոսեցիք նաև սահմաններից դուրս Հայաստանի, Բաթումիում կայանալիք համերգի մասով էլ էլի հաջողություններ եմ մաղթում, վստահ եմ, որ պատվով ելույթ կունենաք եւ այն մեծ աշխատանքը, որը ներդրել եք այս գործի համար, բարի երգչախմբում, իր լավ պտուղները ձեզ կտա։ Շնորհակալ եմ շատ։ Սիրելի հեռուստադիտող, հիշեցնեմ, որ մեր տաղավարում զրուցում էինք բարի երգչախմբի ղեկավար եւ դիրիժոր Դիանա Այվազյանի հետ։ Հիշեցնեմ նաեւ, որ մայիսի 25-ին օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում տեղի կունենա բարի երգչախմբի համերգը, տոմսերը դեռ առկա են, այնպես որ բաց մի թողեք այս հետաքրքիր համերգը We Are the World կարգախոսով, վերնագրով, գնացեք եւ լսեք մարդկանց, որոնք սիրում են, որոնք բարի են եւ որոնք քարոզում են խաղաղությունն ու հաշտությունը։ Այսօրվա մեր բարի առավոտի եթերը մոտեցավ իր դրամաբանական ավարտին, բայց դուք միշտ ապեք հեռուստաալիքը փոխել, մնացեք Նուր TV-ի եթերում եւ վայելեք մեր բազմաբովանդակ եթերացանկը հրաշալի հաղորդումներով։ Ձեզ հետ օրը սկսեց Արմինե Թովմասյանը, ձեզ լավ օր եմ մաղթում։